Ողջույն ձեզ։ Այսօր խորանալու ենք մի հարցի մեջ, որ կարծում եմ բոլորիս է հետաքրքրում, իսկ ի՞նչն է իրականում լավ կյանքը դարձնում լավ։ Այո։ Հիմնվելու ենք մի շատ երկարատև, կարելի ասել արտասովոր հետազոտության վրա, այն բավականին շատ տարածված կարծիքներ է, որ հերքում։ Այո, խոսքը Հարվարդի շատ հայտնի մի ուսումնասիրության մասին է։ Ռոբերտ Վալդինգերի TED ելույթը դրա մասին շատերին է ծանոթ։ Հենց դրա մասին։ Պատկերացրեք 75 տարի։ 75 տարվա տվյալներ իրական մարդկանց կյանքի վերելքների, վայրեջքների մասին։ Շատ տպավորիչ է։ Նպատակն էլ պարզելն էր, թե ի վերջո ինչն է իրականում բերում առողջության ու երջանկության։ Ու գուցե գիտեք, պատասխանները շատ ավելի պարզ են, քան մտածում ենք։ Բայց միևնույն ժամանակ երևի ավելի դժվար կիրառելի, հա։ Հենց այդպես։ Լավ, եկեք սկսենք։ Այս Հարվարդի մեծահասակների զարգացման ուսումնասիրությունը ուրեմն հետևել է 724 տղամարդու կյանքին։ 1938 թվականից։ Այո, 1938-ից։ Ու շատ կարևոր է, որ նրանք տարբեր սոցիալական խմբերից էին։ Հարվարդի ուսանողներից մինչև Բոստոնի ամենաաղքատ թաղերի տղաներ։ Սա արդյունքներն ավելի ամուր է դարձնում։ Անշուշտ, հավաքել են ամեն ինչ, հարցազրույցներ, բժշկական տվյալներ, անգամ ուղեղի կանավորումներ։ Այսքան տարի, այսքան տվյալներ, ո՞րն է ամենահստակ ուղերձը։ Դե զարմանալիորեն պարզ է, լավ հարաբերությունները։ Հարաբերությունները։ Այո, լավ որակյալ մարդկային հարաբերություններն են, որ մեզ ավելի երջանիկ ու ուշադրություն դարձրեք, նաև ավելի առողջ են պահում։ Վերջ։ Ոչ փողը, ոչ փառքը, որոնց մասին այդքան շատ ենք լսում, չէ՞, հատկապես երիտասարդները։ Ճիշտ եք։ Հիշում եք, ելույթում նշվում էր այդ հարցման մասին։ Երիտասարդների մեծ մասը կարծում էր, թե հարստությունն ու հայտնիությունն են գլխավոր նպատակները։ Բայց այս տվյալները դե բոլորովին այլ բան են ասում։ Առանձնացնենք 3 հիմնական դաս, որ ստացվել է այս ուսումնասիրությունից։ Առաջինը երևի այն է, որ սոցիալական կապերը պարզապես կենսական նշանակություն ունեն։ Այո։ Իսկ միայնությունը բառացիորեն վնասակար է, կարելի ասել թունավոր։ Հենց այդպես։ Այն մարդիկ, ովքեր ավելի սերտ կապեր ունեն ընտանիքի, ընկերների, համայնքի հետ, իրենք ոչ միայն ավելի երջանիկ են, այլև ֆիզիկապես ավելի առողջ են։ Եվ ավելի երկար են ապրում։ Եվ ավելի երկար են ապրում։ Իսկ մյուս կողմից նրանք, ովքեր ավելի մեկուսացված են, քան կուզեին լինել, իրենց կամքին հակառակ, այսինքն։ Այո, նրանք ոչ միայն պակաս երջանիկ են, այլև նրանց առողջությունն ավելի վաղ է սկսում վատանալ։ Հիշողության հետ խնդիրներ, կյանքի տևողության կրճատում։ Այո, ուղեղի ֆունկցիաներն ավելի շուտ են թուլանում, դե ցավալի է, որ մեր օրերում շատերն են իրենց միայնակ զգում։ Հենց այդպես։ Երկրորդ կարևոր կետն այն է, որ նշանակություն ունի ոչ թե պարզապես կապերի քանակը, այլ դրանց որակը։ Որակը։ Այո, կարող է շատ մարդկանց մեջ լինել, բայց միայնակ զգալ։ Կամ լինել հարաբերությունների մեջ, որոնք դե լավը չեն։ Կոնֆլիկտային օրինակ։ Հա, կոնֆլիկտային, սառը հարաբերությունները չափազանց վնասակար են առողջության համար։ Պարզվում է, բարձր կոնֆլիկտայնությամբ ամուսնությունները առանց մեծ ջերմության կարող են առողջության վրա ավելի վատ անդրադառնալ, քան նույնիսկ ամուսնալուծությունը։ Սա ուղղակի զարմանալի է։ Իսկ լավ ջերմ հարաբերությունները հակառակը պաշտպանում են։ Անպայման, դրանք պաշտպանիչ դեր են խաղում։ Եվ այստեղ մի ուշագրավ փաստ կար, որ ինձ շատ տպավորեց։ Պարզվում է 50 տարեկանում մարդու հարաբերություններից բավարարվածության մակարդակը ավելի լավ էր կանխատեսում նրա ֆիզիկական առողջությունը 80 տարեկանում, քան նույնիսկ խոլեստերինի ցուցանիշները։ Այո, անհավանական է, բայց փաստ է։ Ոչ թե խոլեստերինը, այլ հարաբերությունների որակը։ Կարծես լավ հարաբերությունները մի տեսակ բուֆեր են դառնում ծերացման դժվարությունների դեմ։ Հենց այդպես։ Դրանք մեղմում են կյանքի հարվածները, նույնիսկ ֆիզիկական ցավի զգացողությունն են նվազեցնում։ Ու սա մեզ բերում է երրորդ կարևոր դասին, այնպես չէ, որ լավ հարաբերությունները ոչ միայն մարմինն են պաշտպանում, այլև ուղեղը։ Այո, ուղեղը։ Պարզվում է 80-անց տարիքում զգալը, որ դու ապահով կապված ես մեկ այլ մարդու հետ, այսինքն զգալ, որ կա մեկը, ում վրա իսկապես կարող ես հույս դնել։ հենց այդ զգացողությունը, որ դժվար պահին մենակ չես մնա, սա պաշտպանում է հիշողությունը։ Այդ մարդկանց հիշողությունն ավելի երկար է սուր մնում։ Այո։ Իսկ նրանց մոտ, ովքեր զգում են, որ իրականում չկա մեկը, ում կարող են վստահել, հիշողությունն ավելի շուտ է սկսում թուլանալ։ Հետաքրքիր է, որ ինչպես նշում են հետազոտողները, սա չի նշանակում, թե այդ հարաբերություններում վեճեր չպիտի լինեն։ Բնականաբար։ Նույնիսկ այն զույգերը, որոնք
Դե կարող են հաճախ վիճել իրար հետ, բայց խորքում գիտեին, որ կարող են իրար վրա հույս դնել։ Այո, այդ հիմնարար վստահությունը կար։ Նրանց հիշողությունը չէր տուժում։ Ստացվում է, այսքան կարևոր մի բան են լավ հարաբերությունները։ Իսկ ինչու է այդքան դժվար մեզ համար դրանք առաջնային դարձնել, խնամել։ Դե, որովհետև մենք մարդիկ ենք, չէ՞, հաճախ արագ լուծումներ ենք ուզում։ Մի բան, որ ոնց որ կարելի է գնել, ձեռք բերել ու վերջ, կյանքդ կլավանա։ Իսկ հարաբերությունները խճճված են, բարդ են։ Նրանք մշտական ամենօրյա ջանք են պահանջում։ Ոչ այնքան գրավիչ, հա։ Հա, ընտանիքի ընկերների մասին հոգ տանելը դե այդքան էլ սեքսի չի թվում, ինչպես ասում են։ Ուշադրություն չի գրավում։ Եվ դա ցմահ աշխատանք է, երբեք չի ավարտվում։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր ամենաերջանիկն էին թոշակի անցնելուց հետո, նրանք էին, ովքեր ակտիվորեն փոխարինել էին իրենց աշխատանքային կոլեգաներին, նոր ընկերներով, նոր սոցիալական կապեր էին հաստատել։ Այնպես որ հիմնական եզրակացությունը սա է. լավ կյանքը կառուցվում է լավ հարաբերությունների վրա, ոչ թե փողի, փառքի կամ, չգիտեմ, ձեռքբերումների։ Այսինքն պետք է գիտակցաբար ներդրում անել հարաբերությունների մեջ։ Հենց այդպես։ Եվ դա կարող է արտահայտվել շատ պարզ քայլերով, չէ՞։ Օրինակ, ավելի քիչ ժամանակ անցկացնել էկրանի առջև եւ ավելի շատ մարդկանց հետ իրական շփման մեջ։ Կամ ասենք, ձանձրալի դարձած հարաբերությանը նոր կայծ տալ միասին նոր բան անելով։ Երկար զբոսանքներ, հանդիպումներ, ինչ-որ նոր հոբբի։ Հա, կամ վերականգնել կապը ընտանիքի այն անդամի հետ, ում հետ տարիներով չես խոսել, որովհետև այդ ընտանեկան բանը դժգոհությունները դրանք շատ մեծ վնաս են հասցնում։ Անպայման։ Ինչպես Մարկ Տվենն է ասել է, չէ՞, այնքան կարճ է կյանքը։ Ժամանակ կամ միայն սիրելու համար, այն էլ մի ակնթարթ։ Շատ տեղին է։ Այս տպավորիչ հետազոտությունը դե մեզ բոլորիս իսկապես մտածելու տեղիք է տալիս։ Հարցրեք ինքներդ ձեզ առօրյա հոգսերից, ձգտումներից անդին, ինչպես եք դուք այսօր ակտիվորեն ներդրում կատարում այն հարաբերություններում, որոնք կառուցում են ձեր լավ կյանքը։ Որն է այն փոքր, թեկուզ մեկ քայլը, որ կարող եք անել հենց այսօր, ձեր կապերն ամրապնդելու համար։